Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչու են ինձ անվանել Հասմիկ։ Ինչպես բոլոր հայկական ավանդական ընտանիքներում, իմ անունը եւս ուզում էին դնել տատիկի անունը՝ Սուսաննա։ Հետո փոշմանում են, եւ քանի որ այս բժիշկների ես ծնվելու էի մարտ ամսին, որոշում են դնել Մարթա։ Այդ ընթացքում քննարկվել է նաեւ աստղիկ տարբերակը, որը տատիկից մամայի անունն էր։ Բայց ամեն դեպքում մամաս ու պապաս կանգ են առնում Մարթայի վրա։ Ու հա, ես կլինեի Մարթան, եթե չլիներ այդ երազը։ Իմ ծնվելուց օրեր առաջ մամաս երազում տեսնում է մեծ եղբորս, ով զոհվել էր պատերազմում ամիսներ առաջ։ Եղբայրս մամայից խնդրում է, որ իմ անունը դնեն Հասմիկ, իր սիրած աղջկա անունով։ Մենոնք իհարկե գիտեին այդ աղջկա մասին, ով հետո ամուսնացավ ու եթե չեմ սխալվում, իր տղայի անունն էլ դրեց Սարգիս, եղբորս անունով։ Նույնիսկ կա նամակ, որը եղբայրս գրել եւ ուղարկել է պատերազմի դաշտից ու այդ նամակի վերջում կան տողեր, որոնք նվիրված են Հասմիկին։ Իսկ ես փոքր ժամանակ դրանք պարբերաբար կարդում էի եւ ուրախանում, որովհետեւ մտածում էի, որ ինձ են նվիրված։ Դա իմ կյանքի ամենասիրելի պատմություններից մեկն է։ Ու ես շատ եմ սիրում իմ անունը։ Վստահ եմ, որ եթե անունս ուրիշ լիներ, իմ ամբողջ կյանքը կլիներ ուրիշ։ Բայց Մարթայից էլ չխուսափեցի, որովհետև նոր կերպարից անունը Մարթա է, իսկ պատահականություններ չեն լինում։